Ձեզ հարգելի այսօր հյուրընկալել ենք Ask TV եթերում բլոգեր ծրագրավորող Պետրոս Մանուկյանին։ Ողջույն Պետրոս, ինչպե՞ս ես։ Բարև, ողջույն, ոնց եք Սամվել ջան, մենք միշտ լավ ենք, ողջունենք ձեր ալիքը, նորանոր հաջողությունները մաղթելով, այն ալիքին որ ճիշտ գիտե համագործակցել եւ զինակցել, գոչ կուղեմ անգամ եւս հետևելու Սամվել Մանյանի օրինագին համագործակցելու անգերց ձևով։ Բավական որ մենք ասկի մեջ կբացի, հրամեցեք։ Շնորհակալություն Պետրոս ջան։ Ես գիտեմ, որ դու վերջերս ես վերադարձել Լիբանանից, այցելել էիր Լիբանան, ու ինչ այսօր այնտեղ կատարվում, ինչպիսին է իրավիճակը այնտեղ այս պատերազմից հետո։ Ոյակա փոքր ճշտում որ ես Լիբանան ֆիզիկապես չեմ այցելել, սակայն այսօրվա աշխարհի մեջ գլոբալիստ աշխարհի մեջ ֆիզիկապես տեմը մեջ չէ ելած, որ հասկանաս ինչ է բադահում։ Գուզեմ նշել բարեբախտաբար որ Լիբանան այդ գործանարը պատերազմի մեջ ունի նոր շունչ քաշելու հնարավորություն, ունեցանք նոր նախագահ, որ բավական հավասարակշռված է եւ բավական ուժեղ բանակի հրամանդարը եւ դեղի ունեցավ դիմի ընդրություններ դեղական թաղբիդի եւ քաղաքապետարանի, որ շատ լուրջ մարտարավեր էր նախագահին այս շրջանին, որ ավարտեցավ հաջողությամբ, որովհետեւ խաղաղ անցավ, ոչ մեկ դեպք ամեն ինչ լավ էր, ինձ համար հատկանշական էր այս ընդրության մեջ հայկական ուսակցություններուն մասնակցությունը շատ կարևոր է որ համեցեք ինչև են ծրագրերը անցնելը արի խոսենք ներքին իրավիճակի մասին ընտրություններին մենք անդրադառնանք ինձ հետաքրքիր է ինչ տնտեսական ինչ քաղաքական վիճակ է տիրում Լիբանանում ինչպիսին է հարաբերությունները կենտրոնական իշխանության նախագահի եւ անջատողական կամ Խեզբոլլահի հետ ինչպիսին է հարաբերությունները այնտեղ բնակչությունը բացի արաբներից արաբ քրիստոնյաներից կան շիաներ կան սունիներ կան բազմաթիվ մեծաքանակ հայկական գաղութ ինձ այ հետաքրքիր է ինչպիսին է այսօր այս սիրիական պատերազմից Իսրայել-Հեզբոլլահի պատերազմից հետո վիճակը Լիբանանում Ոյակա, նախ ասեմ որ Լիբանանը դակավին վտանգեն դուրս չէ ելած, դժբախտաբար ցավոք սերդի Հիզբոլլահն դակավին կմնա համար իր գեսվածքի մեջ, հակառականորը որ համացանեցավ գրակմանի մեջ ամիսի պայմաններով որ իրենաբար բարդություն էին բացահայտ, երկու խոսք չի կարող լինել այնտեղ, սակայն Հիզբոլլահն երևի չի ուզում ընդունել նոր հավասարակշռությունները գետնի վրա եւ ուզում է համար մնալ եւ գարչել իր զենքին Իհարկե դժվար է իր վիճակը ես կհասկանամ որտեղ Հիզբոլլահն եթե այսօր իր զենքեն ցերպազատվի իր ժողովրդականությունը բավական դժվար է եւ դժվար է դակավին նույնիսկ քաղաքական ուսակցության վերածվի Լիբանանի մնացյալ ուժերը նույնիսկ իր զինագիստները շատերը հասկացած են այս նոր իրողությունը եւ գոչ ուղղած են իրեն ուղագի անուղագի մեգուսի հայտարարված սակայն Բարզ է որ այլևս ինքը այդ հովանին չի վայելեր իր զենքը բահելու ասի մեկ կոմեն ներքին ճակատի վրա իր զենագի իր մրցակիցները կամ հաղրագործները բավական ուժեղ ճնշում կբանեցնեն մեկ կոմեն գա իսրայելյան շատ ուժեղ ճնշում եւ ամեն օր կամ ամեն երկու օր անգամ Իսրայելը դարձյալ գահարված է Լիբանանի այն դեղերը որ գսեբե որ Հիզբոլլահի զենքեր կգտնվին եւ Հիզբոլլահն համաձայնած է որ զենքերու աս հարցը պիտի լուծվի եւ անոր վերահսկողը ամերիկան է եւ Ֆրանսան այստեղ ուզեմ անգամ եւս նշել շատերը գուզեն ամերիկան կամ Ֆրանսան որակել իբր Իսրայելի ամբիցի զինագից որ աշխարհը գործանելու է լացե սակայն պետք է գետ մգա որ պետք է ընդունենք ուզենք կամ չուզենք վատնակույն բարակային աշխարհի գայունությունը աշխարհի ապահովությունը որ աշխարհը չի վերածվի կժանոցի եւ ջանգլի եւ ողբերգությունները բավականին զսպովին դակավին են Ֆրանսան եւ Ամերիկան եւ Հիզբոլլահն թե որ գայդրալը որ Ամերիկան ամենամեծ սատանան է ինքնարաց իրողությունը շատ լավ կհասկանա ժամանակին նախորդ պատերազմին որ դեղի ունեցած էր Լիբանանի վարչապետը որ սուննի է բանակցած էր պայմաններ բերած էր եւ բրկած էր Հիզբոլլահն սակայն Հիզբոլլահն յետք աբերախտորեն այդ վարչապետին Սանյուրյանին մեղադրեց դավաճանության մեջ այսօր չի կարող այդ մեկը անել որովհետեւ այսօր բանակցողը իր շիեի զինագիստներ ամելի գուսակցապետը եւ Լիբանանի խորհրդարանի ասկային ժողովի նախագահի զինագիծը ինքն էր որ կնած եւ այս դիլը ասենք
սարքեց այնպես որ նույնիսկ քաղաքական բادرված չունի քաղաքական գարկախոս չունի եւ իր վիճակը բավական ծանր է նախ եւ առաջ ինքը Բարսկաստանի վրայով շատ կարեւոր անցք ուներ որ Սուրիան էր Բաշար Ասադը Բարսկաստանի զինագիծն էր այսօր շատ ավելի վտանգավոր է իր մթնոլորտը որովհետեւ նախ Բաշար Ասադը չի գա երկրորդ ինքը կնաց Սուրիա մեջ բادرազմեցավ ան ուժերուն դեմ որ սուննի արմադական են ես այդքանա կողջեմ թեև ես Ասադի ռեժիմը երբեք չեմ սիրել որտեղ Լիբանանը գործանած է Սակայն ես գիտեմ այսօր մտահոգ ուզեմ ոս ողջունել բարոն Հայկ Մարտիրոսյանը որ մեծ միջազգայնակ է որ իր տեսակետն անալ նկատի գարդեմ արդյոք այսօր Սուրիայի մեջ նոր ուժերը հայերուն եւ քրիստոնյաներուն փրկություն են Ասադի ռեժիմին փոխարինող ես մեծ հարցական գտնեմ եւ գասկածի եթե SS որ հերացավ Ասադը ուրախ ես այս անգամ գերկմդին որտեվ ես երազողներն եմ որ այդ ռեժիմը հերանա սակայն այսօր այնտեղ ռեժիմը գա որ նախ իսլամիստ է երկրորդ Թուրքիա հովանավորությունը գվայել է եւ այս ուժերը այսօր Հիզբուլլահին դեմ հակատրված են մեկ երկրորդ Լիբանանի մեջի այն հոսանքը որ մոդայիկ աշխարհիկ եւ ավելի չափավոր աշխարհիկ էր մուստակբար շարժումը որ գար Լիբանանի վարչապետությունը եւ կառավարությունը այդ ուժին կպատկաներ եւ հայերուն համար դեռ բավական լավ հարաբերություն ուներ այսօր մեջտեղը չի գա այսօր Լիբանանը գտնվի երկու ծայր ուժերու միջև մեկ կողմեն գա Հիզբուլլան մեգուսացած երկրորդ կա իր դիմացը քրիստոնյա աչողոմյանները ասկային ուժերը Լիբանանի որ իրեն հակատրված են այսօր Լիբանանի մեջ հիմնական աս երկու ուժերն են գուզեն փոքր բաղիցը բանալ ողջունել Տաշնակցությունը Լիբանանի մեջ որ դառնելով ես կմեղատրեի եւ ինձ հակատաշնակցան գորագեն որ այդպես չէ իհարկե որտեղ Հիզբուլլահին ձիրակցած էր այսօր Տաշնակցությունը հասկացած է նոր իրողությունը եւ կնան գսե որ հերացած է Հիզբուլլահին եւ զինակցած է Լիբանան ուժերու մեջ ընդրուճան ուրեմն հայկական գուսակցություններուն բահան է որ միշտ գերադասություններ են արկեն հրամեցեք Արդեն վերանդրադառնանք Լիբանանի ներսում գտնվող հայկական համայնքին եւ ընտրություններին։ Նախ մինչեւ ընտրությունները մի հարց էլ կուզենայի տամ, ինչպիսին է այսօր վիճակը, ինչպիսի վիճակում է գտնվում հայկական համայնքը։ Գիտեմ, որ նախկինում նրանց թիվը մոտ կես միլիոն է կազմել, 70-80-ական թվականներին, այսօր բավականին քիչ աճել են։ Եվ նախ կունես հստակ տվյալ այսօրվա թվականակի վերաբերյալ եւ ինչ ազդեցություն ունեն Լիբանանի ներքին կյանքին։ Շատ կարևոր հարցում արդյոք ունեն ազդեցություն մեր կուսակցության մեր համայնքը, հայկական համայնքը։ Շատ կարևոր հարցում մեկ պատասխանատուն հարաբերական է, բայց ուղղակի այո իհարկե բավական մեծականակ թիվ գործընթաց է Լիբանանի հայ համայնքը, այն ճիշտ է Աստետությունը դակամին գբահ է հայդարարված չէ հայդարարված աստետության դակամին իրենց աստետությունը գբահեն սակայն ներկային ճանապարհի վրա ես կգործեմ ու հետս հետը պիտի հստականը որ ինձ տիվեր նվազած են նոսրատած են եւ աստետությունը պիտի գործվի այսօր հայդարարված չէ եւ դակամին չսկացվի այդ վիճակը դակամին բահած են իրենց քաղաքական ուժերը այսինքն Շնորհակալություն Հիմա դառնանք ընտրություններին։ Գիտեմ, որ մոտ 9 տարի դադարից հետո այս տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրությունները կայացան 9 տարի դադարից հետո եւ բավական ակտիվ էին ընթանում եւ հայկական 3 կուսակցությունները նույնպես բուրըն մասնակցություն ունեցան։ Կարծեմ 70 տեխնացու ունեին, 70-ից 69 ընտրվեցին, ճիշտ է։ Լեռնային Լիբանանում հատկապես հայկական համայնքը մեծ հաղթանակներ գրանցեց։ Ինչ տվեց դա, ինչ ազդեցություն կունենա հայկական համայնքի կյանքում այդ հաղթանակները եւ արդյոք դա նկատվեց Հայաստանի եւ Փաշինյանի կողմից։ Շատ գոյական։ Որպես այս հարցումին կանք մի փոքր յետև պիտի երթանք։ Այսօր Հայաստանի մեջ թեև անուղագի տեսեք որպես ինձ ոչ մեկը անգամ եւս սուտ լուրեր դարածելու մեջ չամպաստան է Փաշինյանից մամուլը անգամ եւս ինձ այդ անգունի մեջ չտնե սակայն Հայաստանի մեջ այդ տպավորությունը ուժեղ է եւ Փաշինյանիզմը սերով ես նկատի ունեմ քաղաքացիական պայմանագիրը եւ գուսակցություն իր զինագիստները այդ հոսանքը արտախորհրդարանական ուժերը նյոլևալի շարժումը եւ վարչապետը ինձ համար այդ խոսքը մեկ խոսքով պիտի կրճատեմ Փաշինյանիզմով
Ես եթե նկատենք Փաշինյանիզմի ընտրաժի շրջանի մեջ գոչեր ուղղվեցան մանավանդ Բարձեմ բարոն Սարգսյանը, որ ինքը ինձ անտիմատիվ է որակը, ասա որ եթե արխիվները բացվին հայերը պիտի հաստատվին։ Հայաստանի մեջ այսօր ավելի հանդուրժող եւ ազատ հանդուկ ընկերվող ավելի հանդգնություն կա այսպիսի քաղաքներ դարաձելու եւ նույնիսկ ցեղասպանությունը կասկածի դակտներուն իմ դարձիկից չէ բոլոր Հայաստանի մեջ եւ բոլոր սպիրկի մեջ ըսված է որ վարչապետը ցեղասպանությունը կասկածի դակ կտնե նույնիսկ ինտերնեշնալ միջազգային գալուստները լավին անկայան են որ վարչապետ Փաշինյանը այս մեկը գդրուկ չէ հերկած ինքը կմնա այդ անգունին անպաստորության անգունին կասկածին դակը որ ինքը ցեղասպանությունը ժխտելու քիզի մեջն է Արևել եւս կարող պայլալին Հայաստան յետալ կալ եւս հարաբերությունները որ մեծ հարցական են։ Ուրեմն այսօր մենք ունենք այդ տպավորությունը, եթե նույնիսկ հերկվի որ Փաշինյանից ճակատը Հայաստանի մեջ կա այսօր ճակատը որ գոչ կուղե որ ցեղասպանությունը Բարոն Ալեն Սիմոնյանն էր որ ասա որ եթե մենք ցեղասպանությունը հիմա չի օգտագործենք Թուրքիա մեր վրա չի արձակել կարծեմ։ Ուրեմն 1-2 ամիս առաջ ապրիլ 24-ին Փաշինյանիզմի կամ այս հոսանքին ուղղությունը առաջին ապտակը գերավ Լիբանանի մեջ, որովհետև հայկական երեք կուսակցությունները, որոնց մեջ ունի Փաշինյանիզմի երկու զինագիծ, որն են հնչակյան կուսակցությունը եւ ռազմավար կուսակցությունը, իր այդ ուղղությամբ Երուսաղեմ parallel չի կացին։ Դոնեցին ցեղասպանությունը եւ գեցվածները հստակ էին։ Երկրորդ շատ կարևոր ան է որ բարձ է որ այսօր Փաշինյանիզմի կրավը ան է որ սպիրկի մեջ բարակտված մնան հայ կուսակցությունները որպես ինքը ասե որ չէ ինձ դիտեմ եւ օները միայն տաշնակցությունն է որ կոչարյանական նախկիններուն կսադարե սակայն մյուս կեսը ինձ հետ է սակայն այդ բարակդումը այսօր ապտակ կերավ որովհետեւ իր զինագիստները գնային հենվին հակատաշնակցական մտնորդիմը վրա եւ ասել որ մենք Փաշինյանիզմի կողքին ենք որովհետեւ տաշնակցության արտեւը բատնեշ է Սակայն այդ մեկը փշրվեցավ ցեղասպանության ոգեգործումով եւ առավելի կարեւոր ինձ համար շատ կարեւոր է որ հայ երեք կուսակցությունները խաղաղ անգերց զինակցեցան ոչ միայն զինակցեցան այլ թշտիպ հասկացողությունը կա որ թշտիպ որ գսեն եւ որ երկու կողմ գզինակցի մեկը մյուսին ցայները գախնի մասամ կչնչե դերի չունեցավ հայ երեք կուսակցությունները ողջունեմ շատ մաքուր գերբով համակորդակցեցան զինակցեցան Ալավելի կարևոր էր ինձ համար որ աջինակցությունը դվավ բդղապեր բդուներ եւ ինչպես է սիր 70-ին 69-ը դեր հաղթեցին ասիկա եւս ալավելի հատկանշական էր որ հնչակյան կուսակցությունը որ Փաշինյանիզմի ամենն ուժեղ ոդկն է որովհետեւ եթե քիչ մի իրավաշտ լավ սպիրկի մեջ ամենն ուժեղը տաշնակցությունն է սակայն երկրորդ ուժը որ բավական ակտիվ է կետնի վրա մարդագում իր մարդուգանությունը իր դինամիզմը հնչակյան կուսակցությունը ունի այդ դինամիզմը հատկանշական է որ Այդ դինամիզմը կդավ եւ դարձավ ավելի ինքնավստահ։ Ինչու՞ կսեմ ավելի ինքնավստահ, որտեւ եթե հետևենք վերջին 4-5 տարին Փաշինյանիզմի հոսանքը հնչակյան կուսակցության փոխանակ զինակցելու անդադ կդեսնենք որ գահարված է եւ այնպես որ կներկայացնե որ ադի բադահական եղած է սակայն ես քաղաքականության մեջ բադահականության չեմ հավատալ ինչպես կլա որ ամենադեն հնչակյան կուսակցությունը Փաշինյանիզմին հարված կուտեր Օրինակի համար բարոն Դանիել Սարգսյանը հնչակյան քրասենյակի մեջ Վանտոկ Արմենիայի մամուլի մեջ հնչակյաններուն որագեց ցախ աբասկային Օրեն զինագիծը եւ ես տեխնատուներ Ինչպես կլա որ վարչապետ Փաշինյանը հնչակյան կուսակցության համակոմարին անունները սխալ տվավ անգամ եւս պատահականություններ այդ ինչպես եղավ որ վարչապետ Փաշինյանը ասա որ մենք բոլորս արմանը տաշնակցությունն է որ Այսօր հայ կուսակցություն ամենի մեծ վեճն է հնչակյանները գսեն որ մենք մեր կուսակցությունն ենք ինքը սավոր տաշնակցությունն է Ուրեմն ինչու գսեմ ավելի ինքնավստահ ինչու ես ողջունեցի այդ հաղթանակը որտեղ անկայադեմ որ հնչակյան կուսակցությունը հաղթանակած է իրեն Իզինք ավելի ինքնավստահ դիսկա եւ բիդի չի թողե որ իրեն Փաշինյանիզմը այսպես ողանավոր է այս երեք պատճառներով ես կնկատեմ որ այս եղածը Փաշինյանիզմին թշկող բիդի բայ նախ Ուսակցությունները զինակցեցան, համակորդակցեցան, այդ բարակդումը վերջ տվավ եւ Փաշինյանիզմի ամեն ուժը բարակդումը մեկ կներես, շատ կներես, ասիկա մեկ իրենց ամեն երկրորդ այս հաղթանակով դարձան ավելի ինքնավստահ եւ ես կհավատամ որ գուզեմ հատկանշական սել այսօր արդյոք վարչապետ Փաշինյանը հայ գուսակցությունները սպիրկի հաղթանակ արձանագրեցին շնորհավորեց ես չի լսեցի Ալավի հատկանշական է բարոն Զարե Սինանյանը
Պարոն Սինյանյանը Սփյուռքի տեղակատար լիազորն է։ Ինչքան գիտեմ Դագավին չի շնորհավորեց։ Ոչ այլ ասացին, որ Հայաստանի տեսփանը Լիբանի մեջ շնորհավորեց։ Այստեղ կա մեծ հարցականներ։ Ինչու մեր իշխանությունը Սփյուռքի հաղթանակներով չէ դակրված։ Խնդրեմ հրամեցեք։ Դե Փաշինյանի գործելավոճը արդեն գիտենք թե նա ով է եւ ինչ պատուհասներ եւ ինչ արհավիրքներ բերեց մեր երկրի գլխին։ Ես չէի ցանկանա այսօր շատ խորանանք Փաշինյանի գործելավոճին, գիտենք արդեն ամեն ինչ գիտենք։ Ինձ համար ավելի կարևոր է Լիբանանի ներսում այս գործող իրավիճակի պարզաբանումը քո կողմից։ Այլ դու ասացիր, որ ընտրություններում հաղթեցին եւ ինքնավստահություն ձեռք բերեցին հայերը։ Ну, բացի դրան, այդ հաղթանակը ինչ է տալու։ Կա արդյոք Սփյուռքում, Լիբանանում այդ գործող կուսակցությունների մեջ ինչ որ քաղաքական ազգային նպատակներ, ի վերջո իրենց ուզածը ինչ է, իրենք ինչպիսին են տեսնում հայ ազգի, հայոց պետության տեսլականը եւ այնտեղի ազգային մտավորականները ինչով են զբաղված, արդյոք միայն ազգապահպանության, Սփյուռքի այդ կառույցների պահպանման գործով են զբաղված, թե ավելի գլոբալ հայկական թեմատիկային պատկանող ազգային վեհ գաղափարների տոգորված ինչ որ գործունեությամբ են զբաղված։ Դա դակրական է, սակայն պիտի նաև տալամ իրավաշտ, այսինքն ես չեմ ուզեր այդպես սերիապար ռեկլամ անել։ Իրականության մեջ այն է, որ իրականությունն այն է, որ Սփյուռքի մեջ հայ քաղաքական մուսակցությունները բավական դեղացած են։ Այո, ասի իրենց բաղմը շունչ կաշեց, ասի իրենց համար բարոյական ավելի ախտանակ էր, կդան իրենց դինամիզմը, սակայն ընդհանուր կետնի վրա պիտի ընդունենք, որ հայ քաղաքական մուսակցությունները բավական թույլ վիճակի մեջ են։ Նույնիսկ տաշնակցությունը առաջվա մոմենտումը չունի։ Ոչ Լիբանանի մեջ, ոչ Ամերիկայի մեջ։ Եվ թշպախտապար գա այս երևույթը, որ Հայաստանի մեջ է գերևի։ Մտավորականները, քրոները, անգախ մարդիկ կուսակցություններն բավական հերու մնացած են։ Բոլոր կուսակցությունները իրենց վերնախավը էլիտային հետ իրենց կապը գործընթացած են։ Իրենց կուսակցության, իրենց համագիրներուն հետ լեզուն գործընթացած են։ Տաշնակցությունը օրինակի համար, որ Բուրչամուտ շրջանը գա հայերու, որ այնտեղ երկաթյա պոլիտիկով կառավարեր, մի քանի տարի առաջվա ընդրության իրեն ամենահավատարիմ մարդիկ իրեն դեմ ցաները պարտադրեցին, այսինքն տաբուները գոդրեցին։ Այսօր հայ կուսակցությունները Սփյուռքի մեջ բահն է, որ իրենք ունենան շատ լուրջ վերակախ եւ վերադասություն իրենց նպատակները իրենք ուղղերտան գարկախոսներով չէ, այսինքն ապրիլ 24-ին դոն նշեցին շատ լավ է, սակայն տապանցիկությունը շատ կարևոր է։ Առաջին անգամ Սփյուռքի կուսակցությունները պիտի անեն վերադասություն, պիտի տապանցիկ տանան, հայտարարեն իրենք ուղղերտան ինչ է իրենց ծրագիրը։ Ասիկա այո, մանավանդ նույնիսկ տաշնակցությանը աստեղը դիտողությունը պիտի որ ինքը կիսե որ փաշինալիզմի ինտիմատիր է, որ շատ ողջունելի է։ Սակայն շատ ավելի կսպասվեր։ Քեզ մի հարց տամ, տես, մեր ծավոր արևելքում մենք ունեինք 3 հզոր հայկական համայնք։ Իրաքում ունեինք մեծ համայնք, այնտեղ Վասպուրականի Վանի գաղթած հայերն էին հաստատվել, Եղեռնից հետո Սիրիայում ունեինք համայնք, ինչու եմ ասում ունեինք, որովհետև Սադամ Հուսեյնի կառավարությունից հետո գրեթե չհաշված Իրաքյան Քրդստանում բնակվող հայերին այդ հայկական համայնքը վերացավ եւ հայերը գաղթեցին Քուվեյթ ու այնտեղից արևմտյան երկրներ։ Նույնը կատարվեց Սիրիայում, Ասադների ռեժիմի կառավարման ընթացքում սակավացավ, իսկ այս քաղաքացիական պատերազմից հետո գրեթե հայկական համայնքը չեզոքացավ։ Մոտ մի 10,000 հայ այսօր Հալեպում է բնակվում ու վերջ։ Ու այդ թիվը նույնպես վիճահարույց է, կարող է ավելի քիչ է։ Այսօր միակ այսպես քիչ թե շատ կայուն համայնքը դա Լիբանանի հայկական համայնքն է։ Պես վերջի այս 100 տարվա մեջ ու իրանք իրենց դեմ ունեն ցայտուն դասեր, թե ինչպես հայկական համայնքը ոչնչացվեց, փոշիացվեց։ Արդյոք Լիբանանում գտնվող հայկական համայնքի առաջնորդները, էլիտան, այսպես մտավորականները մտածում են մեր ազգակիցների իրենց հայերի ինքնապաշտպանության կամ ինչ որ այլ
ը, գործում կամ քաղաքական երկրի քաղաքական կյանքում ռեալ ազդեցություն ունենան, որպեսզի չթիրախավորվեն եւ չարժանանան Սիրիայի եւ Իրաքի հայերի ճակատագրին։ Շատ կարևոր գարձեմ տեսավել մատը վերքի վրա դրիր շատերը բիներվին սակայն այսպես է վիճակը ճշմարտաբար մի դենտունինգ մենք քաղաքական մի չունենք եւ սա շատ ճիշտ է այո մեր կուսակցությունները եւ մեր համայնքները լիբանանի մեջ ադերալյալ չունին մարդավարական հերադես նայված ունին այսօր ասխնդիր ունին ասխնդիրը ինչպես գնանք ուզել եւ ճշմարտաբար շահամոլությունը ադոր մեջ աստած է ժամանակվա հայկական մուսակցություններն ու ատմարտավարական ասկային իրավիճակը այսօր գոյություն չունի։ Ճիշտ է, որը եւ այստեղ պետք է զգուշանալ Լիբանանի մեջ, մանավանդ Լիբանանի մեջ, նամանավանդ Լիբանանի մեջ եւ այսօր պատճառն է որ մենք ասկային միասնական գլոբալ մտածելակերպ եւ ոգի չունենք։ Այս խնդիրը ունի աս համայնքը թողնուց է։ Լիբանանը պետք է շատ զգուշանալ, որովհետեւ Լիբանանը Թուրքիան տապանցած է Լիբանան Տրիպոլի մեջ կա իսլամիստներ, որ Թուրքիան ահավոր փարիսերական միություններու դակ, անդեր իսլամիստներ կան, որ միշտ հայերուն թեմա արտահայտություններ ունենան եւ կբարձրանա։ Մեկ։ Երկրորդ, դա բայ շրջանի մեջ, նա բան որ բուրչամունի շատ մոդ է, դա բայ շրջանի մեջ կան թուրքմեններ եւ ասի մեդիայի մեջ բավական գբահեն սակայն աս իրականությունը կա։ Մենք չենք կնալ մադանի սիրե բաղդին։ Թուրքմենները անընդհատ հայերուն սպառնալիքներ գուղեն։ Այսինքն վտանգ այնտեղն է։ Երրորդ կա Սուրիա մեջ վտանգված։ Հիմա ես այս շատ բիդեսեք որ գվախցնեմ։ Սակայն ես մտավախություն եմ հորդեսություն ունիմ եւ վատ ակնկալում ունիմ որ հուսամ որ սխալ եմ։ Ես կգարձեմ որ երբ որ Թուրքիան եւ Ադրբեջանը հարմար բայդե հետ գտնեն եւ Հայաստանին ինչպես կսեն հարվածը հասցնեն, անոր Երուսաղեմ նույն օրը եւ նույն վարյանին Լիբանանին պիտի հարվածեն, սակայն այսօր դակամին որտեղ Հայաստանը գաբաստարան եւ գրնա Հայաստանը որ անալ չի պիտի անե հնարավոր է որ մագի ամյոնները Լիբանանին պաշտպան է Հայաստան մգա Լիբանանը պիտի հասկանա որ 4 ոտ կա այս շրջանի մեջ եւ դժբախտաբար ինչպես Հայաստանը ինչպես Լիբանանը չլարով գքալե չեն ուզել հավատալ որ վադակույնը պիտի բադահի ինչ որ բադայացավ Արցախի մեջ մենք ունենք 4 ոտ Արցախի մեջ պատահած դակամին շատերը կգարձեն որ Ստեփանագերդը չեն հարցակել Շուշինարին օրինակի համար շատերը կգարձեն որ Սուրիա այդպես տեղի չունենար շատերը գային տաշնակցականներ Լիբանանի մեջ կիսեն որ ռուսական բանակը Սուրիայի միջինարևելքի հայերուն կպաշտպանե տեսակ ինչպես եղավ 4 ոդկեն 2-5-ով Լիբանանցիք ասիադուկ ուղեմ լիբանանցիներում որ հասկանան որտեղ հայերը միշտ կիսեն որ անդարպերը ինչ մեզի հերու են ինչ լարը մենք ինչ մգդեմին այդպես չի դիլա Իդե հասկանաք որ այսօր Էրդողանը չի terախավորը միայն Արցախին եւ Սուրիային վերջը միայն Հայաստանը Լիբանանը աչքի տնած եւ Լիբանանը պիտի հարված է որ իդե Լիբանանին եւ Հայաստանի հարցը լուծե ցեղասպանության հարցը իրեն միշտ պիտի լուծվի Ամերիկայի հայերը հերու են Ավստրալիայի հայերը հերու են Կանադայի հայերը հերու են Լիբանանցիները պետք է առաջինը Սկուշանան ինչ կլա եւ տետեվի չառնեն մենք բոլորս այսօր չեմ ուզել ասել որ գվախցնեմ սակայն մենք բոլոր հայերս սպառնալիքի դակ ենք եւ դժբախտաբար Լիբանանի մեջ որքան որ կսկուշացնեմ կաստալարեմ դակամին չեն հասկացած եւ ինձ համար շատ սատրիչ է որտեղ ոչ որ դակամին Լիբանանի մեջ կտեսնեմ ճաշկիրիտ բարանտեսներու Ռեկլամներ ինչ որ կբադայի Հայաստանի մեջ կինոփառատոներ ասել որ հայերը թե Հայաստանի մեջ թե Լիբանանի մեջ դակամին չեն անդրադառնալ որ մենք ինչ տեսակ վտանգ կա մեր առջև իմ վտանգը պանիկա ստեղծել չէ սակայն շատ մենք իմ վտանգը զսկուշացնել է երբ որ ես հայ Լիբանան եի գուզես կներ չգերգանեմ երբ որ ես Լիբանան էի ասի որ Լիբանանի մեջ ժողովները ռազեմ ուսակցություններու վարիշմարներու ասածեն որ Լիբանան փոթորիկ պիտի կա ժողովուրդ հավաքվեցեք Հայաստան եկեք Դիզաղրաձեն երկու տարի վերջ Լիբանանը սնանկացավ շատ ավելի ճիշտ կլար ըստիս որ բոլոր համայնքները Սուրիա համայնքը եւ Լիբանանի համայնքը մենք փոխադրենք Հայաստան մենք կետրոնենք մեկ պաշտպանական քիծոյի մեջ եթե այսօր Լիբանանի եւ Սուրիա հայերը իրենց տրամներ ազատեին Սուրիայեն դուրս եւ առնեն Արցախ մեզի ոդրելը շատ ավելի դժվար կլար սակայն մեզի բաժանը ոդրեցին Արցախը ոդրեցին Սուրիան Եվ Սուրիան դակամին իմ հանտարդ է, սակայն ադիգա այդպեսալ չեմ գնա հանգստանամ, որ Սուրիա համայնքին վտանգ չսպառներ։ Արավույթներ դեսար ինչ եղավ, այսօր կսպառնան Հայաստան եւ կսպառնան Լիբանան։ Սակայն դժբախտաբար Լիբանան դակամին չեն հասկացած։ Խնդրեմ մարամե։ Շնորհակալություն։
Պետրոս ջան, հիմա տես, բացի սպառնալիքներին կա նաև մեծ հնարավորություններ ու ճիշտ կլինի խոսել ոչ միայն սպառնալիքների մասին, այլ նաև հնարավորությունների մասին։ Ճիշտ է, այսօր ապրում ենք այնպիսի իրականության, այնպիսի հասարակության մեջ, նկատի ունեմ հայ հասարակությունը, Այո, որ իր գիտակցությամբ, իր ինտելեկտով շատ ցածր է գտնվում եւ կարելի ասել չի գիտակցում այն հնարավորությունները, այն վտանգները, այն հնարավորությունները, որ իր առջև։ Դու ինչ ես կարծում, մենք ունենք այդ պոտենցիալը, կա այն մտավորականների գոնե այն չնչին կորիզը, ովքեր կարող են նախ ստեղծել գաղափար, հետո այդ գաղափարի շուրջ քայլեր ձեռնարկել, որպեսզի քիչ կամաց ձևավորվի մի կորիզ, ովքեր կարողանան ընթացք տալ հայ ազգային նպատակների իրականացմանը։ Թե Սփյուռքում, թե Հայաստանի ներսում, ես ինչու եմ շեշտում Սփյուռքը, որովհետև այսօր Հայաստանի ներսում շատ են բազմազան են ուղղակի շփոթեցնող ինֆորմացիան, թմրեցնող ինֆորմացիան, դա արվում է մեր թշնամիների կողմից այս ապազգային իշխանության միջոցով։ Բայց Սփյուռքում այս պետք է ասած Փաշինյանիզմը, նիկոլիզմը ավելի քիչ է, այնտեղ ազատ ինֆորմացիան ավելի շատ է եւ Սփյուռքում գտնվող մեր հայրենակիցները համաձայն չեմ։ մեր հայրենակիցները ավելի ազգային են տրամադրում։ Օրինակ ես եմ 15 տարի ապրել եմ դրսում եւ այնտեղ ազգայնականությունը շատ շատերի մեջ էր։ Այո, կային նաեւ ուծացվող այսպես այլազգիների հետ միաձուլման միտումներ շատ կային, բայց ազգայնականներ էլ շատ կային։ Ինչ ես կարծում այս մասին։ Քեզ հետ համաձայն չեմ, ցավոք սիրտի ոչ, Փաշինյանիզմը հաջողած է, Սփյուռքի մեջ շատեր նույնիսկ կուսակցական ղեկավարներ, մարդիկ որ էլիտա են, որ պետք է շատ ավելի ինֆորմացիա լինեին, երբ որ իրենք խոսում, զարմանամ, ոչ, ճիշտ չէ, Սփյուռքի մեջ շատերը նամանավանդ Փաշինյանիզմի ճակատի վրա իրենց ինֆորմացիան գարդեն Հայաստանի մամուլեն, Հայաստանի մեդիային, որ շատ սխալ է, եւ մեծ մեդիա են, եւ այնպիսի պրիմիտիվ, այնպիսի մագերեսային եւ հայտնի որ իրենք չեն հետեւած, ինձ քաղաքապարներ գարդայդեն, որ համաձայն չեմ, Սփյուռքի մեջ, Սփյուռք Հայաստանը շատ ավելի լավ հասկացեք, Հայաստանը այն չէ, որ ցեզի մեծ մեդիա մամուլը, Հայաստանի մեջ մամուլի մեծ մասը գերձ է։ Մեծ մասը։ Չեմ ուզենա անունները մեջ մտնել, սակայն մեծ մասը մամուլի, թե իշխանական թե ընդդիմության մեծ մասը մամուլին գերձ է, դաղամին Սփյուռքի մեջ կգարձեմ, որ Հայաստանի մեջ պայքարը Քոչարյան եւ Փաշինյան պայքար է, կամ Տաշնակցական եւ Փաշինյան պայքար է, որ կապ չունի, Սփյուռքի մեջ Փաշինյան ճակատը այս ռոպագանդա հաստատ իր զինագստերուն կողմեն, որ Հայաստանի մեջ իր ինտիմատիվներու մեծ մասը բարձրապես տաշնակցականներն էին եւ զարմանալի է որ տաշնակցության մրցակիցները չեն հասկանում որ ինչքան իրենց թագարտիկ ուղարկեն որտեղ Հայաստանի մեջ այսօր եթե ես էշ միացիմ ես 20 հոգի հարցնեմ 18 հոգի Փաշինյանի դեմ շատ վատ գարդայդեվի մեկը գլրե մեկը նալ գգրվի չեն հասկանում որ իրենք ասեվով տաշնակցությունը գեներգացիան հարյուրավոր հազարավոր Հայաստանի մեջ որ տաշնակցությունը այսօր այո հարկանքս իրեն գնալա 4-5 հազար անդամ ունի սակայն Հայաստանի մեջ 100,000 մարդիկ կան որ այս իշխանությունը գադեն եւ Սփյուռքը դարավին չասած Սփյուռքը դարավին գարդե որ այստեղ բայկար գա բարձրապես նախկիններու Թալանչիներով որ գսեն եւ Ռոբա Սերժական եւ Փաշինյանիզմ ոչ Սփյուռք Հայաստանի մասին ընդհանրապես քաղաքապարչունի Սփյուռք Հայաստանը միայն գտեսնե կինո պարադոն վայեկի վայր շատերը գուկան Հայաստան երկու գեղեցիկ նկար կնկարվին եւ գետան իրենք իրենց տուրիստ կսկան Սփյուռք ջան ցեզիա մեծ մեղատրանքը Հայաստանը մեծ մեղատրանքը Սփյուռքի մեղատրանքս անե որ Հայաստանը գտեսնի սպոսաշեժիկ իսկ Հայաստանի մեջ դαγամին Հայաստանի քաղաքական տաշտը Սփյուռքայրուն պատրաստ չէ իր մեջ առնելու այս կոչերը որ գողվի որ Սփյուռքայր մնացեք մեծ մասը անիկա բադիաբաշտ եւ ինքը գլեդաբանտե գներեք նիտական դբադներ լուրջ չեն ոչ Հայաստանը գուզե պատրաստ է Սփյուռքին ընկալելու ոչ Սփյուռքը պատրաստ է Հայաստանի հետ լուրջ վերաբերելու երու գոմնալ շատ սխալ ընթացքի մեջ է Շնորհակալություն Պետրոս ջան այսինքն ձեր կարծիքով պոտենցիալ չկա ապագայում
վերամիավորվելու եւ միասնական մեծ հզոր Հայաստան ստեղծելու։ Պոտենցիալը կա։ Պոտենցիալը լելու համար հայկական քաղաքական դաշտը եւ սփյուռքի քաղաքական դաշտը գուսակցությունները սփյուռքի մեջ Հայաստանի մեջ իրենց պետք ունին regenerate կսեն, իրենք պիտի վերարտադրվին, արիտ պիտի նոր սերունդին, նոր ուժերուն, տասական այս վերնախավը Հայաստանի մեջ կիշխե եւ սփյուռքի մեջ կիշխե, անոնք դարձած խոշնտոտ, անոնք պետք է արիտ տան, մտավորականները այսօր մեծ մասը այսօր գուսակցությունները դուրս են եւ դժբախտաբար այն ցալորը կրալով մոնադի գիշան այն ասկը որ նույնպես աղկադե այսինքն զրկված է անդր մեջ բադիաբաշխությունը շողորություն ավելի զարգացած է որտեղ ամեն մարդ իր մորտը գուզա ազատել եթե մենք լինենք ավելի բարեկեցիկ կրնայինք լինեն ավելի հայրենասեր սակայն լիբանանի մեջ սլանգացած են Լիբանանի մեջ գիտիրե մոդայիկիզմի այս հոսանքը Հայաստանի մեջ ժողովուրդը ընկճված է Լիբանանի մեջ էգոիստներով եւ շփացած սերունդներ գազմված են եւ դժբախտաբար ես կնկատեմ որ ամենայն բադայաբաշխները էլիտային թիրքերով վրա են իսկ Հայաստանի մեջ ժողովուրդը ընկճված է ժողովուրդը ճուզեր բայկալիլ եւ Հայաստանի մեջ գուսակցությունները չեն գրծած խոսիլ հայաստանցիին սիրտին հետ լեզուն չեն կդած ոչ սպիրկը գիտե խոսիլ Սպիրկի երսարտումներ ոչ Հայաստանը պիտի փոխվի մտածելակերպը եւ ամենեն գերորը պիտի փոխվի ոգին եւ վերապերմումը Ինչ ընկերներ, մեր հաղորդումը արդեն մոտենում է ավարտին, Պետրոսը մի հետարքիր միտք արտահայտեց, որ պետք է փոխվի մեր մտածելակերպը։ Ցանկանայի եզրափակիչ խոսքս ուղղել կոչով, որ ամենայն դեպս շատ ծանր ժամանակներ ենք ապրել անցյալում եւ ներկայումս նույնպես շատ ծանր ժամանակաշրջանում ենք ապրում, բայց բացի ժամանակաշրջանը ծանր լինելուց կա նաեւ մեծ հնարավորություններ, ուղղակի պետք է օգտվենք այդ հնարավորություններից, որպեսզի օգտվենք, պետք է համախմբվենք նպատակի, մտքերի, գաղափարների շուրջ։ Պետք է անտեսել բոլոր նախկիններին, ներկաներին, բոլոր պղծված քաղաքական ուժերին, քաղաքական դեմքերին, պետք է համախմբվել գաղափարի սուրբ գաղափարի շուրջը։ Այն է մեծ եւ հզոր Հայաստան ստեղծելու։ Տեսեք, հрьяաները 2000 տարի ընդմիջումից հետո կարողացան անապատի մեջ այդքան թշնամիներով շրջապատված երկիր ստեղծել։ Այն էլ ինչպիսի երկիր, այսօր Իսրայելը մերձավոր արևելքի ահուսարսափն է։ Իսկ մենք ապրում ենք մեր հայրենիքում, ունենք 10 միլիոնից ավել սփյուռք, ունենք հզոր պոտենցիալ, համաձայն ես Պետրոս, ունենք մենք հզոր մտքեր, ուղղակի պետք է այդ մարդկանց համախմբել, պետք է համախմբել ոչ թե անձանց, այլ գաղափարի շուրջ, որպեսզի այդտես ես հակված եմ նրան, արդեն ես վերջերս 100%-ով այդպես եմ մտածում, որ պետք է քիչից սկսել, որպեսզի ապագայում այդ քիչը կամաց շատանա, այո, ծլի, ծաղկի, այլ ոչ թե միանգամից գնալ ու փորձել մեծ բաների հասնել, այդ պարզ է, որ չենք կարող։ Դրա համար պետք է պատրաստված լինել։ Շնորհակալություն քեզ Պետրոս, որ չմերժեցի։ Խոսքով պագել, գիտես, մեկ խոսքով շատ ավելի չէր գալու համար։ Ես հագարականորեն որ ես լավ սոցիալիստ, այսօր հայասկին դա մեկ փրկություն, շատերը պիտի դերվին, զայրեր պիտի սեբեն, ասկայնամոլություն։ Ոչ թե մեն ասկայնական, մենք պետք է ելանք ասկայնամոլ ասվիճակի մեջ։ Շնորհակալ եմ Սամվել ջան, դու ասկայն դղա ես, ողջունում կորոնա չանկերը։ Շնորհակալություն ընկերներ։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալություն, բարի գիշեր։ Բարի գիշեր Պետրոս։